Ամեն դեպքում, երբ որ այդ ծանր շրջան էր, ամբողջ հայազգը գիտենք ամեն ինչ, սգում էր Հայկոյի մահը, այդ ընթացքում շատ ասեկոսեներ պտտվեց քո անվան շուրջ։ Այո, կոնկրետ իմ միսը ծամում էին որոշ մասսակար մի հատ, որոնք որ շատ անհիմն եւ անտեղի ինձ այսպես ցածրացնում էին անընդհատ, փորձում էին իմ մարդ տեսակը սևացնել եւ ոչ միայն մարդ տեսակը, ամեն ինչս այսպես հավասարեցնել հողի։ Եվ եթե բոլորը նկատել են, դուք էլ երևի թե, ես ընդհանրապես ոչ մի առումով չառնչվեցի այդ դաշտի հետ, ես թողեցի, որ մարդիկ իրանց սիրտը դատարկեն, ինքնաարտահայտվեն, հանգստանան եւ հետո ամուսնուս հետ գնացի հրաժեշտ տալու մեր շատ տաղանդավոր երգչին, կոմպոզիտորին, արտիստին, որը որ շատ ափսոսում եմ, որ այդպես եղավ իր կյանքը, այդպես դասավորեց, որտեղ նա դեռ շատ բան ուներ տալու մեր ժողովրդին եւ մեր երկրին։ Այ երբ հոգեհանգստի արարողությունը եղավ, դրանից հետո ուղարկավորությունը, շատ ասեկոսեներ պտտվեցին, որ դուք ներկա չեք եղել։ Հա, էդ էլ լսեցի։ Բավականին ժամանակ անցավ, դուք չշտապեցիք ինչ-որ հայտարարությունով հանդես գալ։ Հետո նոր դուք արդեն հարցազրույցով հանդես եկաք, որ ես եղել եմ հոգեհանգստին ամուսնուս հետ։ Այո, որովհետև այնքան անարդար էր, որ ես եղել էի, ու ես չէի եղել նրա համար, որ ինձ նկատեն։ Հանգիստ ես իմ հոգու առաջ եւ ես չեմ կարող չնշել ամուսնուս այդ արժեքային համակարգը եւ իր մակարդակի բարձրությունը այդ առումով որ հենց ինքը ասեց որ մենք պետք է գնանք որտեվ դուք համատեղ կյանք եք ունեցել ինչ ուզում է իդեպ ասեմ որ նրանք հասցրել էին ծանոթանալ եւ շփվել եւ շատ դրական մթնոլորտում չեմ մանրամասնում այդքանից հետո ասել որ նրանք ներկա չեն եղել կամ ես ներկա չեմ եղել ես միայն այդ պատճառով խոսեցի որտեվ ես երբեք այդ մակարդակի չէի իջնի որ նույն սոց հարթակներում նստեի եւ այդ կոմենտներ գրողների հետ հատիկ կռիվանեի եւ ինչ որ բաներ ապացուցեի իսկ այդ ընթացքում ձեր ամուսինը ո՞նց էր նայում այդ մեկնաբանություններին դե շատ բացասական ասում էր ինչ է կատարվում կարելի է այսքան քեզ վիրավորել նեղացնել ասում էի հանգիստ Այս մի հատ sense փոթորիկ է, որտեվ յուրաքանչյուր մարդ, ով իրենից ինչ-որ բան է ներկայացնում, անհատականություն է եւ վառ անհատականություն է, թող անհամեստ չթվա, բնականաբար կաբանակ, որ չեն սիրում, ատում են, որտեվ նախանձում են։ Այդ նախանձը ես իմ առումով միշտ եմ զգացել, որտեվ ես անկախ ամեն ինչից մնացել եմ նույն բարի մարդը, ես չեմ չարացել եւ գիտակցաբար հավատացեք ոչ ոքի չեմ նեղացրել եւ նույնիսկ իմ թշնամիներին, որոնք որ այդպես ինձ չեն սիրել, ես լավությամբ եմ պատասխան տվել, անգամներ, ասեցի իսկ տարօրինակ չեր լինի, որ հիմա ես չուզողներ չունենայի Միանշանակ այդ պիտի լինի միշտ էլ եղել են իմ կյանքում Այդ խոսակցություններից հետո դու չշտապեցիր հայտարարությունով հանդես գալ Իսկ ինչու դիտ շտապեի Ինձ հետաքրքիր է մինչև հայտարարությունը անելը երբ որ արդեն հանգստացան մեր հասարակությունը հանգստացավ գնացել է լավ Այդ ընթացքում всё լավ գնացել է Հետաքրքիր ինչ էիր զգում այդ ժամանակ չէիր շտապում դու քո մեջ վայ գնամ արագ այդ ամեն ինչ ասեմ որ sense վերջանա այս խոսակցությունները Ոչ Հանգիստ էիր Ես հանգիստ էի Միգուցե զարմանալի է, որ ես հանգիստ էի, բայց ես այդ տեսակի մարդ եմ։ Ես այս կյանքում ոչ մեկի ապացուցելու ոչինչ չունեմ։ Այն էլ անծանոթ մարդկանց, ովքեր առանց ինձ ճանաչելու ինձ վատաբանում են, կամ այն մարդկանց, ովքեր չգիտեն իմ կյանքում ինչեր են եղել, եւ ես ինչեր եմ տարել, միգուցե ինչ որ մի բանով պայմանավորված է իմ լռությունը, որը որ շատ ավելի թանկ արժի, քան յուրաքանչյուր նամակ կամ խոսքեր Facebook-ում գրված։ Միգուցե ես այդ պահին այնպիսի հոգեվիճակում եմ, որ ինձ լռությունը փրկում է։ Ես տենց մարդկանց առջև երբևիցե իմ կյանքում չեմ արդարանա։ Հիմա վերադառնանք մեր արդեն հաղորդման ֆորմատին, կոմենտներին։ Ես ուշով սպասում եմ։ Ես առաջարկում եմ ջուր խմենք, մեր գործընկերոջ կողմից տրամադրված ջրից խմենք եւ անցնենք առաջ։ Խմենք սիրով, այսօր շոկ է։ Խմեմ։ Առաջին տպավորությունն է հետաքրքիր։ Համեղ,
զովացնող, ու այս պղպջակները ինձ շատ են դուր գալիս, ես սիրում եմ, հանքային ջրեր շատ եմ սիրում։ Իդեպ ես ուզում եմ ասել, որ սա շշալցված ջուր չէ։ Բա ինչ է։ Սովորական ծորակից եկող Չէ, գազավորված ջուր։ սովորական տան ծորակից եկող, այդ ինչպես է այդպես պատահում։ Աշխարհարչակ գրոհեբլյուն է, հենց այստեղ էլ գրված է։ Գրոհեբլու կատացի, այո։ Ահա, գրոհեբլյուն ունի նման ֆունկցիա, որ բացի սովորական ծորակային այդ տաք սառը ջրից, նաև տալիս է գազավորված ջուր։ Հետաքրքիր է։ Հասեն Դավիթ անհախտ 9, եթե հետաքրքրում եք, կարող եք գնալ, տեղում փորձել նույնիսկ, հենց այնտեղ արդեն միացված կա պրոցեսը։ Միացված կա, հետաքրքիր կլինի, կփորձեք, ով ուզում եք կփորձի, ու արդեն կարող են նաև ձեռք բերել։ Շատ լավի նկատի կունենա, որտեվ ամռանը մի քանի հատ էլ սառույց ես լցնում, էլ չես գնում գազավորված ըմպելիքներ եւ ավելի առողջարար է կարծում եմ։ Շնորհակալ եմ։ Անցանք կոմենտներին։ Անցանք հիմա դու ինձ ուղարկելու ես։ Այո, այո։ Ես ուշադիր հետևեմ։ Առաջին մեր մեկնաբանությունը։ Ահա։ Հասմիկ ջան, սիրելիս, շատ տաղանդավոր ես։ Հիմա ավելի մեծ տարիքում լսելով ձայնդ ավելի մեծ հաճույք եմ ստանում։ Ափսոս, դու ըստ ինձ հայ բեմի զարդը պիտի լինեիր։ Եղիր առողջ ու երջանիկ, Աստված պահապան։ Հետաքրքիր ու մի քիչ տխրեցնող կոմենտ, շատ շնորհակալ եմ նախ ինձ տաղանդավոր ասելու համար։ Ես այդպես չեմ կարծում, ես կարծում ուղղակի Աստված ինձ մի փոքր շնորհ է տվել։ Հայ բեմում լինել զարդ այդքան էլ հեշտ չի։ Համատեղել ընտանիքը, փոքրիկ երեխաներին հայ բեմի հետ այդքան էլ հեշտ չի, ցանկացած բեմի հետ, բայց ես կաշխատեմ ամեն կերպ։ Անցանք առաջ։ Ցանկ առաջ։ Հասմիկ ջան, ես շատ եմ սիրում քո ձայնը եւ երգերդ։ Իսկապես դու պետք ես մեր շոու բիզնեսին, ուղղակի խնդրում եմ, մի հեռացիր։ Կարոտում ենք քեզ, սպասում ենք քո երգերին եւ տեսահոլովակներն։ Սա գրվել է 7 տարի առաջ։ Արտուր Ասլանյան, այո, 7 տարի առաջ։ Սա երևի YouTube-ում է գրված։ Այո։ Շատ շնորհակալ եմ, Արտուր ջան, բայց ցավոք սրտի ազատությունս եւ ժամանակս այնքան չեն, որ ես անընդհատ այսպես երևամ եւ իմաստել չկա։ Ես կարծում եմ, երբեմն արտիստը պետք է լռի, որ կուտակումներ լինեն եւ նոր ստեղծագործություններ ծնվեն։ Ամեն դեպքում շնորհակալ եմ։ Միշտ սիրել եմ Հասմիկ Կարապետյանին, ոչ միայն իր տարբերվող լինելու համար, այլ միշտ անմիջական է բոլոր հարցազրույցներում։ Միշտ գեղեցիկ, հաճելի ու բնական Հասմիկ։ Շատ երգչուհիներ ունենք, որոնք վիրահատական միջամտություններով դարձան միանման, իսկ Հասմիկը պահպանեց իր բնական գեղեցկությունը։ Միշտ մնա այդպես անմիջական ու բնական Հասմիկ ջան, ջերմ բարևներ Լոս Անջելեսից։ Անչափ շնորհակալ եմ գեղեցիկ եւ սուրալ խոսքերի համար։ Շատ ափսոս, որ հիմա Հասմիկի նման հրաշալի, անկեղծ եւ տաղանդավոր մարդկանց այլևս տեղ չեն տալիս։ Հիմա միայն TikTok, Instagram-ներում հիմարությամբ զբաղվողներին են նկատում։ Մի քիչ համամիտ չեմ, իհարկե այդ երևույթը մեզ մոտ կա, բայց ես կարծում եմ, որ ոչ մի վայրկյան իմ կյանքում
ինձ այդպես ետ մնացած չեմ զգացել։ Եթե ետ եմ մնացել իմ պատճառով։ Հիմա այս մեկնաբանությունը, իդեպ ասեմ, երբ քեզ ինչ-որ մի վատ, այն որ ասում են թթու խոսք են ասում, քո պաշտպանները հայտնվում են Հա, այդպես պահապան հրեշտակների խումբ ունեմ ես։ Կա այդպիսի երևույթ։ Ինձ հետաքրքիր է, իրականում լավ, ես կարդամ, բայց սա ավելի շատ ես հարց եմ տալու սրանից հետո, ոչ թե մեկնաբանությանը կպատասխանենք, այլ ասում եմ Հասմիկին հավանել եմ միայն երբ Հայկոյի հետ էր, ես գնում եմ երգն էլ նրա կարիերայի ֆինալներ։ Ձեր պահապան հրեշտակներից մեկը գրել է. Հասկանում եմ, որ քեզ տվել են գրել ես խոսքերը, բայց Հասմիկի կարիերայի բումն ու շարունակությունը հենց ես գնում եմ սիրելիս երգով սկսվեց։ Իրականությունը մի աղավաղիր։ Հիմա ինձ հետաքրքիր է, դու ինչ ես կարծում։ Երգը քո կարիերայի ֆինալն է, թե իսկապես քո կարիերայի սկիզբն էր։ Ես գնում եմ սիրելիս երգը, թույլ չեն տա իմ հանդիսատեսը եւ ոչ միայն որպեսզի ես զդեմ իմ կարիերայի սկիզբն էր։ Եվ հետո եմ ես դարձել Հասմիկ Կարապետյան, ոչ թե դրանից առաջ։ Դրանից առաջ ես այսպես թեթև հոբիի մակարդակի վրա երգում։ Մենք սիրում ենք միայն զոհերին։ Ինքնավստահ ու ինքնաբավ մարդկանցից զզվում ենք։ Հասմիկ ջան, ինչու չլացեցիք։ Ինչու չբողոքեցիք ծեծող ու ջարդող ամուսին դինոզավրից։ Այդ ժամանակ նոր մենք կգրեինք լավ կոմենտներ ու կխղճայինք քեզ։ Ինչի մասի խոսում ենք։ Այո, ձեր ճղճին կյանքի համեմատ մերն ավելի լավը կթվար ու մենք կշնչեինք խորը շնչով։ Այո, ցավոք սրտի, բայց իրականություն է։ Ամեն ինչ ասված էր իրականում։ No comment։ No comment իրականում։ Ահա։ Կան էլի ես Այո։ ինձ համար էլ է հետաքրիր, որովհետև ինձ մոտ պահպանվում են այս կոմենտները, ես չէի կարդացել։ Մեծամիտ խորամանկ, չսիրեցի այդպես էլ։ Այո։ Դե ինչ ասեմ, եթե այսքանից հետո ես ձեր աչքերում մեծամիտ եմ թվում եւ խորամանկ, այդ խորամանկը ընդհանրապես ուզում եմ այսպես անել, որովհետև Երանի բոլոր խորամանկները իմ չափ անկեղծ լինեին, Երանի, իրականում աշխարհը կծաղկեր, թող մեծամտություն չթվա, բայց այս հարցում պետք է ես ասեի այսպես։ Ես շատ ուրախ եմ, որ գոնե մի քիչ ինչ-որ մեկի աչքերում ես խորամանկ եմ թվացել։ Չսիրեք ինձ պետք չէ, որ դուք ինձ սիրեք, ատեք ինձ։ Սեր Հասմիկ, ես իսկապես այն երկրպագուներից եմ, որ սիրում եմ հենց ձեզ, եթե անգամ չեմ հետևում երաժշտական կարիերային։ Հումորային ռիլերը, անկեղծ ասած, ես չկարողացա մարսել, քանի որ դուք միշտ հավասարակշռված մարդ եք, ես չընկալեցի, ուղղակի սուբյեկտիվ կարծիք։ Ընդունում եմ, որտեվ եղան նմանատիպ կարծիքներ, հենց ամուսինս էլ, Շանտն էլ ինքը օրինակ չսիրեց այդ երևույթը իմ կատարմամբ, ինքը ասեց, որ դա ինչ որտեղ քո երգչուհու այդ դիրքը մի քիչ իջեցնում է իր աչքերում, բայց եթե մենք դիտարկենք այս ամեն ինչը ավելի թեթև տեսանկյունից եւ հումորով վերաբերվենք, կհասկանանք, որ սա ուղղակի ժամանցի մի ձև է ինձ համար մի պահ եկավ, որ ինձ սկսել էր դուր գալ այդ ամեն ինչը, բայց դա չի նշանակում, որ պետք է ինքը տենց խորացվի եւ շարունակական լինի։ Այսքանը կասեմ։ Բարև իմ սիրելի, բարի, քնքուշ ու միշտ բնական Հասմիկ ջան, շատ ուրախ եմ, որ դուք հաջողություններ ունեք եւ երկարվեստի եւ ինչու ոչ փոքրիկ հումորային տեսարաններում։ Ես ձեզ առաջին անգամ տեսել եմ, երբ դուք Գյումրիում եք, ես դպրոցական էի, դասընկերուհուս տանն էի, իսկ դուք իրենց հարևանուհու տանն եք, որի տղան երգում էր թիվ 5 խմբում, եթե չեմ սխալվում, մանվել էր արել։ Այո։ Այնքան էի ուրախացել, որ ձեզ տեսա, շատ տպավորված էի, մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչքան քնքուշ ու բարի եք ու մինչեւ հիմա նույնն եք մնացել, ավելի եք ուժեղացել։ Շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար, սա 3 ամիս առաջ։ Այո, պետք է ժամանակ ունենալ, նստել եւ երբեմն կոմենտները կարդալ։ Այ հիմա դուք ինձ ուղարկում եք։ Շատ դրական կոմենտներ։ Եվ ընդհանուր երևի դրական լիցքեր կտա ինձ։ Հասմիկը մեր Սելին Դիոնն է։ Շատ շռայլերի հարկ է։ Ամեն դեպքում շնորհակալ եմ նման շռայլ համեմատության համար։ Քննադատություններին անցնենք։ Ոչ բարձր կարծիք ունի, շատ ուրիշ արվեստի մարդ է։ Երկրորդ մեկնաբանությունը, ինչքան խայտառակ է, որ մեր աղջիկները մերկացնում են ոտքերը, դա շատ է էժանացնում կերպարը կնոջ, ու հիմա մենք։ Այո, մենք էժանագին մերկացած ոտքերով նստած ենք։ Գիտեք ինչ, ես հիմա նույնիսկ ծիծաղելի եմ համարում, Սուսանա ջան, որ ես նստեմ ու արդարանամ այս կոմենտ գրողների առջև։ Ապրեք այնպես, կարծեք այնպես, ինչքանով որ ձեր ուղեղը ձեզ թույլ է տալիս։ Այո։
Ինչքան հաճելի է, որ 90-ականներից մինչ օրս մարդուն նայում ու ճանաչում ես, նույն Հասմիկն է, սիրուն ու բնական տեսքով, առանց միջամտությունների։ Շնորհակալ եմ, շատ փորձում եմ հնարավորինս մնալ այդպեսին, տեսնենք ինչքան կդիմանամ։ Այս հաղորդումը պատասխանն է բոլոր այն խոսքերին, որ պտտվում էր Հասմիկի շուրջ վերջերս։ Անպայման չի մարդ սոցցանցերում ամպագորգոր խոսքեր ասի։ Մարդ իր սենյակում նստած կարա մեծ ցավ ապրի ու ոչ մեկս չիմանանք։ Դե ես հենց դրա համար էլ ակնարկեցի, որ մարդիկ ովքեր չգիտեն դու ինչերի միջով ես անցել կամ ինչ ես զգում, կարող են նստել եւ մեծ խոսել, ինքնահաստատվել։ Այդ է։ Հասմիկ Կարապետյանի երկարվեստը չեմ սիրել ճիշտն ասած, բայց որպես մարդ շատ եմ սիրում ու հավանում, միշտ անկեղծ ու բնական։ Իմիջիայլոց նմանատիպ կոմենտներ իմ աչքով շատ են ընկել կամ պարզապես կարծիքներ։ Այսինքն իմ լսարանում կան մարդիկ, ես անկեղծ ասում եմ, ովքեր որ այդքան էլ չեն լսել, չեն ունկնդրել իմ երգերը, չեն հասկանում, միգուցե չեն ընկալում ոճային զուտ առումով, բայց ինձ հետ շփվելուց հետո սկսել են լսել։ Իսկ դա ինձ համար շատ ավելի մեծ բան է, որտեղ եթե քեզ որպես մարդ ընկալում են, արդեն հեշտ է ընկալել այն, ինչ դու ստեղծում ես, քան հակառակը։ Եկավ նորից կոմենտ։ Հասմիկ ջան, վատ մարդ չես, բայց ինչ անմակարդակ ես։ Շատ անմակարդակ եմ, որովհետև ինձ թույլ եմ տվել բլեֆ հաղորդմանը, հա։ Իդեպ բլեֆի։ Բլեֆի տակ է ես տեսա խայտարակ անմակարդակ մարդ եմ։ Դուք ճիշտ եք։ Անցնենք առաջ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, երևի այդ էլ շատ եմ, հա, շատ եմ բարձացել այդ ամենից է, իմ վրա չի հասնում։ Հա, ոնց որ կոմպլիմենտ հիմա կարդան, ասենք ուրիշը վատ կզգարի, կտարապեր, բան, ես երևի ինքս իմ վրա այնքան եմ աշխատել այդ իմաստով ուղեղով, մի հատ այսպես լար չշարժվեց այդ խոսքերից։ Ես միայն ուրախ եմ, ես մտածում եմ բայց ես էլ է տարօրինակ։ Դուք մտածում եք կնեղացնեք, չէ՞։ Նեղացնում եմ, որ սա կարդում։ Հա, ես էլ եմ միշտ դա ասում, հումորով մոտեցեք։ Հասմիկ ջան, ամեն ինչ լավ է, թարմ ու հետաքրքիր տեսք ունես սիրելիս, բայց խնդրում եմ մի փոքր շուրթերդ լցրու, համ էլ ավելի կթարմանա դեմքդ, համ էլ ստիպված չես լինի overline անել մշտապես, մի վախեցիր փոփոխություններից, քանի որ դու ինչ էլ անես, շատ անուշիկ ես։ Չգիտեմ, կապրենք կտեսնենք։ Եվ վերջին մեկնաբանությունը։ Հասմիկ ջան, դու բնական ավելի շատ գեղեցիկ ես, մի տրվիր նոր թրենդերին, մենք քեզ սիրում ենք։ Շնորհակալ եմ շատ ինձ այդ չափ բնական ընդունելու եւ ընկալելու համար, բայց արի ու տես, որ բեմի կանայք ուզեն թե չուզեն, եթե դեռ պիտի լինեն բեմում, որոշակի ինչ-որ փոքրիկ էսթետիկ փոփոխությունների պետք է ենթարկվեն, ոչ միայն բեմի կանայք, հիմա ամբողջ աշխարհի կանայք են այդ ամենից օգտվում, բայց կարող եմ միայն խոստանալ մի բան, որ երբեք դուք չեք նայի ինձ եւ չեք ճանաչի, այդպիսի բան չի լինի։ Հասմիկ, եթե նեղացրեցինք, մենք այս ամենը կարդալով կներես։ Ընդհանրապես չեք նեղացրել, անհոգ եղեք 100%-ով։ Մեկնաբանություններ դու սիրում ես գրել։ Ոչ այդքան։ Ես իհարկե չեմ ասելու գրի, բայց հետաքրքիր է, օրինակ այս տեսանյութը նայելուց հետո ինչ մեկնաբանություն կթողնեիր։ Հիմա ինձ ուղարկվեց տեսանյութ։ Հիմա ես քեզ ուղարկում եմ տեսանյութ։ Ահա։ No comment։ Ոչ մի բան չեմ ասի ես։ Պարզապես ոչ մի բան չեմ կարող ասեմ, լիաթոք կծիծաղամ ու կգնամ։ Գիտեմ, ամենասիրելի տեսանյութն է։ Բայց ինքը կարող է դառնալ սիրելի, այո, ես հասկանում եմ։ Բայց գիտեք, ես հիմա ավելի շատ իմ լացն է գալիս, քան ծիծաղը, այ հիմա մի քանի անգամ նայելուց հետո։ Աստված, լավ, պարզ է։ No comment։ Այսքանը շնորհակալություն եւս մեկ անգամ հրավերը չմերժելու։ Այսքան դրական լինելու համար շնորհակալություն։ Մենք քեզ էլի սիրով սպասում ենք։
Շատ շնորհակալ Նոր եմ, կոմենտներ Սուսանա ջան։ կգտնենք եւ կկարչենք։ Անպայման դուք ուշադիր եղեք, որ հետո ինձ էլ ծանոթացնեք այդ կոմենտների հետ։ Շատ լավ 1 ժամ անցկացրեցինք միասին, ինձ շատ հաճելի էր։ Հարցերը գեղեցիկ էին, լավն էին, հետաքրքիր էին, այնպես որ կհանդիպենք։ Կհանդիպենք։ Իսկ իմ այսօրվա գեղեցիկ լուքի համար շնորհակալություն եմ հայտում Marka Fashion Boutique-ին եւ հատուկ շնորհակալություն մեր հաղորդման գլխավոր գործընկերոջը Grohe մասնագիտացված խանութ-սրահին, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Grohe Կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9 Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։